Սեպտեմբերի 29-ին ազգային ժողովի քառօրյան մեկնարկեց Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու պատեհության մասին Նիկոլ Փաշինյանի հարցադրմամբ։ Պատգամավորը ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե հատկապես ինչ նպատակ է հետապնդել կառավարությունը կամ իշխող հանրապետական կուսակցությունը Սյունիքի մարզպետ վերանշանակելով Սուրիկ Խաչատրյանին։ Պարոն Սահակյան, որպես իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ, կարող եք ասել, թե ինչ եք ուզում այս ամենով ասել։ Սյունեցիներից մեկին ոչնչացրածին վերստին նշանակելով մարզպետ կարող եք արձանագրել, որ դուք նրան կառավարության որոշման մակարդակով տալիս եք Սյունիքում, Հայաստանի այլ տարածքներում սպանություններ եւ այլ լրտիություններ կատարելու արտոնագիր։ Գալուստ Սահակյանը Փաշինյանի հարցին պատասխանեց, թե քանի դեռ խորհրդարանը չունի դատաիրավական մարմնին հատուկ գործառույթ, ինքը չի կարող պատասխանել բարձրացրած հարցին։ Հանրապետական մեկ այլ պատգամավոր Մանվել Բադյանն էլ բնական ու արդարացված համարեց Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը։ Ամբողջ գաղափարախոսությունը այդ գործընթացի սկսած Սուրիկ Խաչատրյանի հրաժարական տալուց վերջացնելով նրա պաշտոնին վերականգնելով պետք է դիտարկել իրավական տեսանկյունից։ Մնացած բոլոր մոտեցումները շահարկումներ են կամ փորձ բորբոքելու կրքերը։ Պարզ է, եթե ձեր տան վրա իրականացվում է հարձակում եւ դուք ինքնապաշտպանության նպատակով հարձակվողին սպանում եք, դուք արդարացվում եք։ Ի տարբերություն հանրապետական պատգամավորների, ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները կարծում են, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն ունի հստակ քաղաքական ուղերձ։ Հստակ է, իշխանությունը իր տեսակին է ընտրել, իշխանությունը իր նմանին է ապավինում եւ իշխանությունը իր նմանին, քրեական նմանին առաջադրանք է տվել ժողովրդի մուստացման դեմը առնելու։ Կարծում եմ սխալ նշանակում էր հանրության ակնկալիքները, սպասումները, վերաբերմունքը պետք է որ նման արձագանքի չարժանանային։ Ուզում եմ սա մի կողմից ուղերձ է, որ ինչ ուզենք կանենք եւ որևէ ինչպես ժողովուրդն է ասում, մեր դեմ խաղ չկա, եւ երկրորդը հավանաբար մտավախություն կա ընտրությունների սպասվելիք հանրաքվեի եւ դրանից հետո կայանալիք ընտրությունների արդյունքների հետ կապված, իսկ Սուրեն Խաչատրյանը բազմիցս ապացուցել է, որ Հայաստանի հավանաբար թիվ 1 կեղծարարն է, այդ առումով իր մեծ փորձը կարող է օգտակար լինել ընտրություններ կեղծելու համար։ 2013 թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ արձակած կրակոցներից սպանվեց Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ նրա թիկնապահը, որոնք կարճ ժամանակ անց ազատ արձակվեցին ինքնապաշտպանության հոդվածով։ Այդ ժամանակ 2013 թվականի հունիսի 3-ին հրաժարական տված Սուրիկ Խաչատրյանն այս սեպտեմբերի 25-ին վերանշանակվեց Սյունիքի մարզպետ։ Արփի Մաղսուդյան, Գևորգ Քարոյան, Civilnet։